բնականաբար, այսքան լրագրողներն էին ձեզ աշխատում։ Մեզանից Կստեցի, պարոն Պողոսյան, Սամվել Կարապետյանի գործը շատ խոսվեց այդ մասին, հարց եղավ, բայց այդուհանդերձ ինձ հետաքրքիր է, որպես քննչականի ղեկավար, դուք օրինակ իմ ձևով արտահայտության մեջ ինչ եք տեսել եւ մինչեւ հիմա ինչ եք փնտրում այդ արտահայտության տակ, որ այդ մարդը դեռևս շարունակում է կալանավորված մնալ։ Մենք ինչ տեսել ենք կոնկրետ հանցակազմի տիրույթում արտացոլված է մեղադրանքի մեջ եւ ավել մեկնաբանություն չեմ կարող տալ։ Ինչ է, այսինքն մեր ձևով ինչ է։ Արտացոլված է մեղադրանքի փաստական նկարագրության մեջ եւ վերջնական իրավական գնահատական տրված է։ Այս ձևով այլ մեկնաբանություն չունի։ Այսինքն չի գնում դատարան, եթե վերջնական տրված է, եթե դուք արդեն դա ապացուցել եք, որ իշխանությունը զավթելու կոչ է, եկեղեցին պաշտպանելու մեկնաբանությունը, ինչի գործը չեք ուղարկում դատարան, առանձնացնեք ուղարկեք ինչպես բազմաթիվ գործեր եք ուղարկում։ Այդ հարցին պատասխանեցի արդեն, ազգային ժողովի պատգամավորներից ինձ այդ հարցը տվեցին, որովհետև նախաքննություն է կատարվում, երբ որ նախաքննությունը կավարտվի, կլուծենք քրեական վարույթի ելքը։ Պարոն Պողոսյան, ես շարունակում եմ պնդել, մեր ձևով ինչպես է ստացվել, որ իշխանության զավթում են համարվել իրավապահ համակարգի կողմից։ Այսինքն մեր ձևով մարդը կարող է գնալ պատերազմների մասնակցել, մոմ վառել, այսինքն մեր ձևով ինչու դուք մեր ձևով համարեցիք, որ իշխանությունն է ուզում զավթել։ Որովհետև մենք տվեցինք իրավական գնահատական եւ համարեցինք, որ դա ենթադրաբար հանցավոր դրսևորում է։ Ներողություն, ինչպես մի րոպե հայտարարությունները, որ անմիջապես հետո Խնդրեմ հերթով տվեք էլի հարցը։ Facebook-յան գրառումներն է, որ ինքը ուղղորդեց եւ իրավապահ համակարգը։ Բա այդ ինչ ուղղորդումներ եղավ, որ դուք մեր ձևով տակ միանգամից հասկացաք իշխանության։ Դուք հարցը տալիս եք, դուք պատասխանը լսում եք։ Ես լսում եմ։ Պարոն Պողոսյան, ավելի հստակ Փաշինյանը ասում էր հոգեվորականների բարեգործներին շատ եք մոտիկ կանգնած ու շատ եք բարձր գոռում։ Շատ բարձր եք գոռում։ Հա լավ։ Եկեք հերթով տանք էլի։ Ես արդեն նշեցի, մեղադրանք առաջադրել ենք, մեղադրանքի փաստական նկարագրության մեջ արտացոլված է, թե հանցակազմի էությունը ինչումն է եւ տրված է դրա իրավաբանական որակումը։ Հիմա դրանից ավել դուք ինձ հիմա մեղադրանքի էությունը ասում եք պարզաբանի։ Մեղադրանքի մեջ ամեն ինչ արտացոլված է։ Հիմա որ մենք կներեք ավարտեմ։ ձեզնից հարցազրույց վերցնելու, դա էլ է հանցագործություն։ Ձեր պաշտոնի նկատմամբ Հիմա մենք ասում ենք մեր ձևով ձեզնից հարցազրույց ենք վերցնելու։ Մեզ էլ եք։ Դուք ով եք։ Ես լրագրող եմ։ Հա։ Ըստ ձեզ դա բավարար է։ Դե հիմա նույնն է ասել եք։ Հարգելի լրագրող, հիմա ես հարցազրույց է տվել, դուք այդ մարդուն կալանավորել եք։ Հարգելի լրագրող, դե լսեք, թե հարցը տվեցիք, լսեք։ Սա կապված է սուբյեկտը, իրադրությունը, խոսքերը, մեր ունեցած տեղեկությունները, բազմաթիվ գործոններ կան։ Հիմա դուք ինձանից հարց եք տալիս։ Ներողություն, պարոն Պողոսյան, մի րոպե էլի հաշվի առել եք, մի րոպե։ Թույլ տվեք ձեր հարցին էլ չպատասխանեմ, որովհետև երազ տեսնելով մենք երազը մենք չենք տեսնում։ Լավ, մի րոպե, պարոն Պողոսյան։ Չէ, նման բան չկա, սիմպաթիաների հարց չի ստե։ Ինչի հարց է, ուզում ենք Դե հիմա երկխոսության ավերածում։ Պարոն Պողոսյան, ներողություն, հաշվի առնվել է Սամվել Կարապետյանի օրինակ Ռուսաստանում ապրելը, նրա կապերը, նրա դրամական միջոցները, այսինքն այս ամենը հաշվի առնվել է։ Նարեկ ջան, բերեք, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում, դուք ձեր հարցադրումներն այնպեսին են, որին պատասխանելու համար եւ ստիպված եմ լինելու գործի որոշակի փաստական տվյալներ մեջ բերեմ։ Թույլ տվեք այդ հարցին չանդրադառնամ, որովհետեւ գործը նախաքննության փուլում է գտնվում։ Երբ որ մենք գործը ավարտենք, ապացույցները արդեն ձեռք բերենք, գործը գնա դատական վախճան ունենա, դուք բոլորը հնարավորություն կունենաք հրապարակային դատաքննության ընթացքում այդ բոլոր ապացույցների հետազոտմանը ներկա գտնվեք։ Հույս ունեմ, որ նաև նիստերը դռնփած կլինեն եւ այլն, բայց նույնիսկ այս պահին, Նարեկ ջան, ես որպես իրավաբան եւ այլն, ես հիմա մեղադրանք առաջադրել եմ անցի որոշակի հոդվածներով, որոշակի արարքով, դա դեռևս չի նշանակում վերջնական դատավճիռ։ Այսինքն հնարավոր է քրեական դատավարության նախաքննությունը ինքը պրոցես է։
հնարավոր արարքի իրավական գնահատականը փոխվի, հնարավոր է մեղադրանքից որոշ մասեր հաստատվի կամ չհաստատվի, հնարավոր է նույնիսկ օրինակ ունեցել ենք դեպքեր, օրինակ երբ որ մեղադրյալ ենք ներգրավել եւ գործը դատարան չենք ուղարկի, այսինքն քրեական հետապնդումը դադարեցնելու գործիքակազմը դրա համար է։ Հիմա դուք այնպեսի հարցեր եք բարձրացնում, որ ես հիմա այս փուլում չեմ կարող, ես կարող եմ միայն փաստել, որ կա մեղադրյալ, կա ընտրված խափան միջոց եւ գործը գտնվում է նախաքննության փուլում։ Թե հետագայում ինչ ելք ունենա, դա պարզ կլինի կապված քրեական վարույթով ձեռբերված ապացույցներից, այսքան։ Հիմնավոր ապացույցների հնարավոր է կարելի։ Այդ դուք չեք որոշում հիմնավորը թե հիմնավոր չէ։ Դուք ինչ մասնագիտություն ունեք։ Դուք ինչ մասնագիտություն ունեք։ Դուք ապացույցը գիտեք ինչա։ Ապացույցը գիտեք ինչա։ Ինչա։ Ոնց ես հիմա ձեզ պիտի դասեր։ Բա դրա համար ապացույցներից մի խոսեք իմ հետ։ Այսքան է, ձեր հետ ավարտեցի։ Ես կարող եմ մի հարց տամ։ Անձամբ Նիկոլ Փաշինյանից հրահանգները SMS-ով, հեռախոսազանգով թե մեյլով եք ստանում, հարգելի գործընկերներ, շարունակություն կա հարցի սպասեք պատասխանատվության բանտում։ Թույլ տվեք ձեր հարցին չպատասխանել քնա։ Որովհետև կոմիտեի նախագահի եւ երկրի գործադիր իշխանության մարմնի ղեկավարի հարաբերությունները սահմանված է օրենքով։ Հիմա դուք այնպեսի հարց եք բարձրացնում, որ թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։ Օրենքով է նամակ ուղարկի եւ հրահանգ։ Այո, մենք ինքնուրույն ենք։ Ինչպես է դա դու չհերկեցի։ Օրենքով նախատեսված է, որ ես մասնակցում եմ գործադիր իշխանության մարմնի նիստերին, այդ հարաբերությունների մասին է խոսքը Նարեկ ջան, մի փորձի մանիպուլացնել։ Եվ կոմիտեին վերաբերող հարցերի հետ կապված քննարկումներին եմ մասնակցում։ Այս ձևաչափով ոնց կարամ չշփվեմ։ Հարցը պատահական չէ։ Նիկոլ Փաշինյանը այնինչ ասում է 10 րոպե հետո, 5 րոպե հետո քննչական կոմիտեն կամ մեկին ասֆալտին է փռում, կամ մտնում են խուզարկության, կամ կոնկրետ գործընթացներ են տեղի ունենում։ Օրինակ, Սամվել Կարապետյան, ես ինձ ձևով կմիջամտեմ 11 վայրկյան, 12 վայրկյան հետո արդեն նախաքննական մարմին է, իրավապահ մարմին է։ Կոչուբաև, կարող եմ անվերջ թվել։ Կոչուբաև դիշ կապ ուներ։ Շատ հանգիստ գրառումը կատարել էր ըստ էության վայրկյան։ Ով էր կատարել գրառումը։ Փաստաբանը գրառում էր կատարել, որից հետո անմիջապես գործողությունները իրական այսպես կարելի է թվարկել Վարդան Ղուկասյան, Սիրով պարոն Պողոսյան, հաջորդ օրը գործընթացները տեղի ունեցան։ Ո՞նց հասկանանք սա։ Նիկոլ Փաշինյանը խոսում է, իրավապահ մարմինները միանգամից գործի են անցնում։ Ես չգիտեմ այդ համընկնումները եւ այլն ինչով պայմանավորված։ Մի վարքյան օրինակներ պետք չի բերել։ Ես նշեմ, որ մենք գործում ենք բացառապես օրենքով։ Առիթը լինում է, օրինակ ձեր ասած մատնանշած դեպքում Կոչուբաևի հետ կապված գրառում է կոնկրետ տվյալ անձն է կատարել, գրառման կապակցությամբ առիթ հիմք է հանդիսացել հաղորդում ներկայացնելու, ոստիկանությունը հաղորդում է ներկայացել, վարույթ ենք նախաձեռնել ու դատավարական process-ները գնացել են։ Հիմա այս ընթացքում ով ինչ մեկնաբանեց, ինչի մեկնաբանեց, գիտեք ինչ, այդ հարցերին ես չեմ կարող մեկնաբանել։ Անենց պատասխանեք ինձնից ակնկալում։ Ես իմ նույնը նաև ազնիվ է, շատ ազնիվ է, շատ ազնիվ է։ Նույնը նաև այդ դեպքում եղել է առիթ, եղել է պատշաճ հաղորդում, վարույթը նախաձեռնել ենք եւ process-ը առաջ է գնացել։ Կաթողիկոսին ձերբակալելուց հետո մենք էլ օպերատիվ տեղեկություններ ունենք։ Ձերբակալելուց հետո ո՞րն է։ Մենք օպերատիվ տեղեկություններ ունենք։ Կաթողիկոսին ձերբակալելուց հետո հաջորդ գործընթացը քննչական կոմիտեն սկսելու է լրագրողների խմբագիրների մասով։ Ես էլ օպերատիվ տեղեկություններ ունեմ։ Իսկ ցանկ ունեք դուք, պարոն Պողոսյան։ Ես ցանկ չունեմ, մենք ցանկով չենք առաջնորդվում։ Ցանկը ձեր վառ երևակայության արդյունքն է։ Մենք առաջնորդվում ենք օրենքով եւ իրավական process-ներով։ Այսքան։ Բայց կան ինչ-որ ուսումնասիրություններ լրագրողների լրատվամիջոցների հետ կապված, թե ոչ այս փուլում։ Ախր ես օպերատիվ տեղեկություններին Նարեկ ջան չեմ տիրապետում, ի պաշտոն է նաեւ, եւ չեմ կարող ասել։ Եթե Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Մենք արդյունավետ կարող ենք պատասխանել մենք լրագրողների հետ կապված վարույթներով, եթե հարցեր կա, խնդրեմ ես մասով հարցեր տվեք։ Շատ լավ, ես երկու հարց ունեմ, պարոն Պողոսյան։ Խնդրում եմ, որ ցածր ասեմ, որովհետև դժգոհում եք բարձր եմ խոսում։ Պարոն Պողոսյան, Սամվել Կարապետյանի գործից եմ հարցնում, ուրեմն հունիսի 17-ին, երբ արդեն Սամվել Կարապետյանը այդ մեկնաբանությունը արել էր, որ եթե դիմադիրներին չհաջողվի, մենք էլ կմասնակցենք մեր ձևով այդ ամեն ինչին, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը գրում է Պոռնկաբարո, դրանից հետո արդեն սկսվում են,
Ես ուղղակի ուզում եմ բան անեմ, որ չասեք, հունիսի 17-ին ասում եմ, որ գրում է պոռնկաբարո հոգևորականներն ու ներողություն այս ամեն ինչը մեջ բերելու համար, ուղղակի ուզում եմ ուղիղ մեջ բերել ներողություն այս բառերի համար։ Փաշինյանի խոսքերն են։ Պոռնկաբարո հոգևորականներն ու նրանց պոռնկաբարո բարեգործներն ինչու են ակտիվացել, ոչինչ, նորից կպասիվացնենք, ընդ ընդմիշտ, որից հետո արդեն Սամվել Կարապետյանը կալանավորվում է, հետո էլ անընդհատ նրա կալանքի ժամկետը երկարաձգվում է եւ միակ հիմքը, ինչպես պնդում են փաստաբանները, այն հայտարարությունն է, ոչ թե տնտեսական գործերն են, այլ այն հայտարարությունն է, որ ասել էր այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով։ Հիմա Նիկոլ Փաշինյանի այս գրառումը, որը կալանքին նախորդել է, հրահանգ է, միջամտություն է գործին, թե ոչ։ Ինչպես եք դուք սա մեկնաբանում։ Ես այդ հարցին պատասխանեցի, դա որևիցե կերպ միջամտություն համարել չի անհնար է։ Մենք իրականացրել ենք մեր լիազորությունների շրջանակում եղել է համապատասխան քրեական վարույթ նախաձեռնելու առիթ։ Օգտվելով մեր լիազորություններից նախաձեռնել ենք քրեական վարույթ։ Ձեռք ենք բերել որոշակի փաստական տվյալներ, առաջադրվել է անձին կոնկրետ մեղադրանք։ Հետագայում մեղադրանքը ենթարկվել է փոփոխության, առաջադրվել է նաև այլ մեղադրանքներ, այս մասով ընդամենը գործը նախաքննության փուլում է։ Թույլ տվեք, դուք հարգելի լրագրող, դուք մեջբերում եք Պարոն Փաշինյանի խոսքերը։ Այո, վարչապետի խոսքերը դուք ինձնից մեկնաբանություն եք ուզում, որովհետև դա նախորդել է գործընթացներին։ Կներեք, հարգելի լրագրող, քննչական կոմիտեի նախագահան որովիցե կերպ լիազորված չի մեկնաբանել որովիցե պաշտոնատար անձի մեկնաբանությունները կամ գրառումները ցանկացած պաշտոնատար անձի ես լիազորված չեմ, ախր ինձնից մեկնաբանություն եք ցանկանում, ես ոնց մեկնաբանեմ, երբ որ լիազորված չեմ, այսքան է։ Պարոն Պողոսյան, մյուս հարցս, դուք ուրեմն Էլի Սամվել Կարապետյանի գործով եմ հարցնում, դուք ասեցիք, որ տեսեք, մենք լրագրողներս տեղյակ ենք այդ մեկնաբանությունից, որ այդ ամեն ինչին կմասնակցի ձևով, այսինքն ուրիշ փաստերի մենք չենք տիրապետում, ուրիշ տեղեկություններ չգիտենք։ Դուք էլ ասում եք նախաքննությունը շարունակվում է եւ այլն։ Դուք էլի փաստեր ունեք, որ բացի այդ հայտարարությունից գործարար Սամվել Կարապետյանը իշխանությունը զավթելու կոչեր է արել, թե միայն դա է։ Ու մյուս հարցեր շարունակեմ, այսքան մյուս գործով տնտեսական, որ նրա փաստաբանները պնդում են, որ դատարանում էլ բան չի գտնվել, ներսակցություն, հա, հիմնավոր կասկածներ չի գտնվել Սամվել Կարապետյանի վերաբերյալ, դա ինչու չի անջատվում, գնում դատարան, եւ որն է այդ ողջամիտ ժամկետը, որ այդ քննությունն այդպես շարունակվում է։ Բայց դուք այն առաջին հարցը հիշում եք, չէ՞, որ դրանից սկսենք։ Հասկացա։ Այլ փաստեր ունեք, որ նա իշխանությունը զավթելու կոչ արել, որտեղ այդ նախադասության մեջ օրինակ չկա այդպիսի կոչ։ Հարգելի լրագրող, փաստերը կներկայացվի այն ժամանակ, երբ որ գործը հրապարակային դառնա, այդ փաստերը կներկայացնենք, դուք այդ ժամանակ վստահ եմ, այդ հարցերը ձեր մոտ էլ չեն ծագի։ Եվ ինչ վերաբերվում է մյուս հանգամանքներին, տնտեսական, ես նոր ազգային ժողովի падգամավորի հարցին պատասխանեցի, որ երբ որ մենք միասնական մեղադրանք ունենք, օրենքը հնարավորություն չի տալի մեղադրանքը տրոհել եւ մի մասով ուղարկել դատան, այն մյուսով անձը շարունակի գտնվել քրեական հետապնդման կարգավիճակում։ Այսինքն տվյալ անձին մի քանի հոդվածներով արարք մեղսագրվել, հետեւաբար այս առումով առանձին անջատել, որքան էլ որ փաստաբանը ցանկանա, որքան էլ փաստաբանը նշի, դա օրենքով նման հնարավորություն չկա պարզապես։ Հետ կհարցնեք, կներեք էլի, եւ արդյոք չէ, ես ձեր հարցին չեմ պատասխանել, բայց մինչև վերջ չեմ պատասխանել։ Մինչև վերջ չեմ պատասխանել ձեր հարցին։ Կներեք։ Հաջորդ անգամ որ տեսնեք, մի հատ կասեք հնարավորությունը որն է։ Այդտեղ մի հնարավորություն կա, կամ մի մասով հաստատվում է, այն մյուս մասով է ուղարկում դատան, այն մյուս մասով դադարեցվում է, կամ չի կարա մարդը մնա մեղադրյալ գործով, մեղադրանքի մի մասը անջատվի եւ ուղարկվի դատան։ Այսքան։ Հաջորդը դուք նշում եք, որ Չէ, այն հարցին չեմ պատասխանել։ Հարցին միջև վերջ չեմ պատասխանել։ Դուք նշեցիք, որ տնտեսական բնույթի հանցագործություններով հիմնավոր կասկածը չի հաստատվել։ Ի գիտություն ձեզ, երբ որ դատարանը հիմնավոր կասկածի շեմահաղթահարված չի համարվում, այդ մասը դեռևս դա չի վկայում, որ
քրեական հետապնդումը դադարեցման ենթակա է կամ քրեական հետապնդումը անհիմն է, որովհետև դատարանը միջնորդության ժամանակ բավարարվում է այն ստացած նյութերով, որը որ քննիչը ներկայացնում է կալանքի միջնորդության ժամանակ։ Մի վարքյան եկելի, ախր չեք թողում միջև վերջ ավարտում։ Այսինքն այս մասով այսքանը սա դեռևս չի նշանակում, որ հետապնդումը դադարեցման ենթակա է։ Ավելին, դուք եթե տեղյակ չեք, հույս ունեմ, որ տեղյակ չեք, այդ դատական ակտերը բողոքարկված է։ Բողոքարկված է։ Երկուսն էլ բան Պողոսյան։ Իսկ մի քանակով չեմ կարող ասել։ Երկու անգամ է եղել։ Դատավորներով է անոններով հաղորդել։ Այդ մասով բողոքարկված է, այսինքն դու գիտեք, որ մենք երաստիճան դատական համակարգ ունենք, մինչև վերջ կբողոքարկվի եւ հույս ունեմ։ Պողոսյան հրահանգ կա մինչև 2026-ի ընտրությունները կամ չգիտեմ արտահերթ Սամվել Կարապետյանին պահել կալանավորված։ Դուք նոր եք եկել։ Չէ, բայց այդ հարցը առաջին անգամ է հնչում։ Չէ, նման հրահանգ չկա։ Պարոն Պողոսյան, Մայրաթորից ստացել եք դիմում Հովանավանքը ազատելու, որտեղ Մայրաթորն ասում է, որ կարգալույց եղած հոգևորականը զավթել է այն եւ իրավապաներից ակնկալում են, որ այն վերադարձվի եկեղեցուն, նման դիմում ստացել եք թե ոչ։ Որքան տեղյակ եմ, հանցագործության մասին հաղորդում ենք ստացել, բայց ոչ թե Մայրաթորից, որքան հիշում եմ, փաստաբաններից բողոք էին ներկայացրել, հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին եւ այդ հաղորդումը սահմանված կարգով ընթացք է լուծվել։ Հիմա այս պահին ճիշտ ասած որքան տեղյակ եմ վարույթ չի նախաձեռնվել։ Եվ կներեք արդյոք ուսումնասիրում եք, եթե իհարկե ձեր կառույցի իրավասության ներքո Եզրած Սրբազանի KGB-ի գործակալ լինելու մասին մամուլի հրապարակումները ուսումնասիրում եք թե ոչ։ Նարեկ ջան, այդ մասով ես նշեցի, որ քննչական կոմիտեն պետք է ունենա համապատասխան հանցագործության մասին հաղորդում։ Վարչապետ ազգային ժողովի ամբիոնից այդ մասին խոսում։ Հաղորդում, մենք որպես այդպեսին ստուգման գործառույթ ունի օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մարմինը։ Պարոն Պողոսյան, դուք հարցին պատասխանեցիք падգամավորների, բայց եւս մեկ անգամ ուզում եմ ասեմ, քննչական կոմիտեի նախագահը որևէ կաշկանդվածություն ունի ենթադրյալ պատվիրատուի Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով ենթադրյալ պատվիրատուին պատասխանատվության կանչելու մասով։ Ամենևին Քնար ջան, ուրեմն նշեմ։ Ընտանիքը նշում է, որ պատվիրատուներ կան, դա Ես այդ հարցին անդրադարձա, ցանկացած քրեական վարույթով մենք քննարկում ենք նաև այլ հանցակիցներ լինելու վարկածը միանշանակ բոլոր այդ տեսակի հանցագործություններով այդ գործով նույնպես քննարկվում է այլ վարկածներ։ Ես նշեցի, որ հիմնական կատարողների մասով գործը բացահայտված է։ Մենք դիտում ենք, որ օրինակ կա օժանդակող նաև այդ հարցում արդեն մեղադրանք առաջադրված է, թեև այդ անձը հերքում է իր հանցակից լինելու հանգամանքը, բայց նաև դա ամենևին չի նշանակում, որ մենք այլ վարկածներ ստուգելու հետ կապված այստեղ խնդիր ունենք, իրականում մենք պետք է հաստատենք, ես նշեմ, պարտավոր ենք նաև զենքի ձեռբերման աղբյուրի հետ կապված քննություն կատարենք, մենք պարտավոր ենք օրերով, ժամերով հետ հանցավոր վարկագից այդ անձի ստուգենք, որ պահին որտեղ է, այսինքն մենք չենք բավարարում մի տվյալ անձի ցուցմունքով եւ ինչի պետք է կաշկանդվածություն ունենա։ Քպական է։ Բայց դա ինչ կապ ունի։ Քպական է եւ բոլորը դա են ասում, դրամար են նախնական։ Քնար, ախր դուք որ այդ հարցը տալիս եք, ես հիմա կարող եմ վկայակոչել բազմաթիվ գործեր, որոնցով որ հենց ձեր մատնանշված քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից մենք ունենք Սերգեյ Բագրատյանի տղայի գործը կարճ կարգավիճակ ունենք։ Մատնանշել պարոն Պողոսյան։ Հա կարճվեց, բայց անհիմն կարճվեց։ Երկրորդ անգամ է քննչական կոմիտեն։ Բայց անհիմն կարճվեց։ Քաղաքացու դեպքում այսինքն Քնար, դուք այդպես մի մեկնաբանեք, դուք նշում եք, որ օրինակ չգիտեմ, երկրորդ անգամ կարճվեց, չգիտեմ առաջի դեպքը որն է, բայց այդ երկրորդ անգամ վստահեցնում եմ, եթե ելներ համապատասխան հիմքեր, անկախ նրանից թե ում որդին է։ Դուք որ եթե ձեզ հասու լինի այդ որոշումը, դուք կծանոթանաք, որ որևիցե արարք չի կատարել։ Ուղղակի Միջև վերջ, բերեք ընդհանրական չխոսենք։ Կոնկրետ օրինակով բերեցիք եւ այդ օրինակն եմ ուզում նշեմ։ Ուղղակի այդ անձը տեղ ներկա եղել, ինքը որևիցե գործողություն չի կատարել եւ խնդրում եմ այս առումով սես չպայմանավորվեք անձը անկախ նրանից թե ում որդին է, ինչ կարգավիճակ ունի, դուք եթե դուք արդար լինեք, նաեւ կվկայակոչեք այնպիսի դեպքեր, որ կոնկրետ, չգիտեմ, իշխող կուսակցության անդամներից, իրանց հարազատներից եւ այլն ավելի խիստ խափան միջոցներ են կտրել։ Այ ինչի Նարեկ Մկրտչյանի եղբայրը։ Այո։ Տնային կալանք։ Բայց մենք ինչ արեցինք։ Ինչ եղավ պարոն Պողոսյան։ Ուշադիր լսեք։ Ապոլինի զենք գնաց։ Չէ, ուշադիր լսեք։ Հարցը տվել եք միջակայք։ Քննչականը ինչ ա արել, ինչ միջնորդություն ա ներկայացրել։ Կալանավորելու։ Դատարաններն են մեղավոր պարոն Պողոսյան։ Չէ, դատարանները մեղավոր չէ։ Դատարանը
Դատարանը միգուցե ճիշտ, բայց քննչականը ի սկզբանե, ինչի՞ չեք նշում, որ կալանքի միջնորդությունը ներկայացել դատարան ասում եք, այ դուք օրինակը բերում եք եւ այդ օրինակը մինչեւ վերջ Անչափ շնորհակալություն միջնորդության համար պարոն Պողոսյան, ինչ եղավ թմրանյութը։ Պարոն Պողոսյան, նորմալ եք համարում։ Գործից թմրանյութը դուրս եկավ։ Քննադատության բեր թողնիշներ հարց տա էլի։ Դուք նորմալ եք համարում հոգեվորականների նկատմամբ նման վերաբերմունքը, երբ 7-8 ժամ հարցաքննում են նրանց եւ թույլ չեն տալիս, որպեսզի փաստաբանները մտնեն ներս եւ իրենց պաշտպանյանների մոտ եւ բացի դուք արդարացրեցիք նաեւ գործողությունները, որոնք իրականացվել են Սերվերթանես Բաղարյանի տանը խուզարկության ժամանակ, ասում եք անհետաձգելի գործողությունները իրականացում չէին կարող թույլ տալ, որ նա գիշերանոցը փոխել, սա փաստացի ձեզ համար նորմալ երևույթ է, բայց այդ այն որ իր մոտից եւ իր ընտանիքի անդամների մոտից իրենց իրերը վերցրել են, ասում եք որ քննություն է իրականացվում, 10 օր է քննություն է իրականացվում եւ չի վերադարձվել հեռախոսները եւ պլանշետները եւ այլն անձնական իրերը։ Այս առումով սա նորմալ վերաբերմունք է եւ տպավորություն է, որ հրահանգավորված է, որպեսզի միտումնավոր կերպով հոգեվորականներին խուզարկելիս, նրանց բերման ենթարկելիս, նրանց անձը նստեմացնող արարքներ թույլատրվի։ Ձեր մոտ թյուր կարծիք է ձևավորվել։ Հոգեվորականներ նաեւ այդպես բնում։ Ձեր մոտ թյուր կարծիք է ձևավորվել եւ վստահեցնում եմ, որ քննչական կոմիտեում առավելագույնս հարգանք են ցուցաբերում դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ, քանի որ մամուլում նման հրապարակումներ եղավ, որ չգիտեմ, որևիցե իրավունքներ սահմանափակվել էր, ենթադրաբար նման հաղորդագրություններ եղավ, իմ հանձնարարականով ծառայական քննություն է հիմա իրականացվում։ Որ մասում։ Որ չեն թույլատրել, չգիտեմ, այո, դեմա այդ բոլոր երևույթներով Հարվածել են շանը, վիրավորական արտահայտություններ են արել։ հիմա այս մասով ծառայական քննություն է նշանակված եւ ծառայական քննության արդյունքում եթե պարզվի, որ որևիցե սուբյեկտ, որևիցե քննիչ կարգապահական խախտում է թույլ տվել, համոզված եղեք, որ կենթարկվի կարգապահական պատասխանատվության մեխանիզմները քննչական կոմիտեում գործում են, բայց մինչև վերջ լսեք, դուք նշում եք, որ նշեցիք, որ հրահանգ կա, այտենց Միտումնավոր կերպով նսեմացնելու, նրանց ավազանի անունով կոչելու, նաև հոգևորականներ նշում, որ հարգելի լրագրող, քրեական դատավարությունում քննիչը պետք է պարզի անձի ինքնությունը, անձնական տվյալները։ Որքան էլ որ հոգևորականը ավազանի անունով ինքը այլ անուն է կրում, քննիչը չի կարող այդ մարդուն դիմի կամ կենսագրական տվյալների մեջ նշի ավազանի անունը։ Պարզելուց հետո ասում է շարունակում էին նույն անունով դիմել միտումնավոր կերպով։ Դե հիմա երկխոսության է վերածում, էլի դուք հարցը տվել եք։ Դուք հարցը տվել եք, թույլ տվեք պատասխանեմ եւ անցնենք առաջ, հա։ Կենսագրական տվյալների մեջ նշում է պարտադիր անձի անձնագրային տվյալները։ Եվ քննիչը չի կարող այլ անվամբ դիմել է տվյալ անձին, եթե կարգավիճակ ունի, այսինքն այս մեկ օրենքով է դա կարգավորվում։ Հաջորդը նման հրահանգ գոյություն չունի եւ չի կարող ունենալ։ Քննիչը գործում է խստիվ օրենքի պահանջների իմպերատիվ պահպանմանը։ Իսկ ինչ վերաբերում է այդ գործերին, պլանշետներ վերադարձել, ես նշեցի, կարող է 10 օր չէ, կարող է մի ամիս տևի։ Ծավալը մեծ է։ Պետք է զննի, զննության ենթարկի, արձանագրի, այնտեղ վերականգնելու հետ կապված խնդիրներ ունենք եւ այլն։ Մի հատ հասկանանք ինչ տեղեկատվություն կա, նոր լուծենք այդ իրերի արգրաված իրերի տնօրինման հարցը։ Պարոն Պողոսյան, ինչու է ձեր կառույցը մոնտաժված տեսագրություն հրապարակել։ Հարցին իմացուն չպատասխանեցիք եւ պաշտպանյաններին թույլ չէին տալիս, որպեսզի մտնեին փաստաբանների մոտ։ Մտնեին փաստաբաններին թույլ չէին տալիս մտնել պաշտպանյաններին։ Մենք այդ մասով 7-8 ժամ հաստատություններ։ Ձեր ստացված տեղեկատվությունը չի անպատասխանում իրականությանը, որովհետեւ այնտեղ անձիկ են եղել ովքեր որ ցանկություն չեն ունեցել փաստաբան ունենալ, անձիկ են եղել ովքեր որ ըստ էության նաև ապահովել են փաստաբանի ներկայությունը, այս առումով մենք որովիցե Պարոն Պողոսյան, ինչ էր ձեր կառույցը Փաստաբանները այդպես էին նշում։ Տեղը ոչ մեկ չգիտեր Մկրտիչ Սրբազան։ Վերջացնեմ ու ասեք, այդ առումով ձեր ներկայացած տեղեկատվությունը չի անպատասխանում իրականությանը, բայց նշեցի այնուամենայնիվ Այս մասով ծառայական քննություն է նշանակել։ Պողոսյան, առաջնորդարանում երբ որ խուզարկություն եք իրականացնում Բակրատ Սրբազանի եւ մյուսների գործը Մոնտաժված։ Այո։ Այդ հարցի պատասխանեցի ազգային ժողովի պատգամավորի, նաև ՀՄԿ-ի հարցազրույցում եմ այդ մասին անդրադարձել։ Եթե դուք խոսում եք, ես գտամ։
Նախ նշեմ, որ ընդհանրապես օպերատիվ հետախուզական միջոցառումները կոնկրետ անձանց վերաբերյալ երբ որ իրականացրել են, դա տևել է ամիսներ շարունակ։ Ամիսներ շարունակ։ Այս ընթացքում ամիսներ օրինակ մարդիկ կենցաղային բնույթի խոսակցություններ են ունենում։ Խոսում են, չգիտեմ, իրանց հարևանից, բարեկամից, խոսում են ճաշ սարքելու, չէ, կներեք միջև վերջ ավարտեմ, ինչև վերջ ավարտեմ։ Եվ չէին կարող այդ ամիսներ շարունակ տևած խոսակցությունը մենք ընտրել ենք այն հատվածները, այսինքն ընտրել ենք այն ընտրել եք ձեզ հարմար տարբերակ։ Դե հարմարը որն ընտրել ենք այն հատվածները, որոնք ըստ մեր խոսք գնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ջուրելու մասին։ Թե մոնտաժված եւ այլ բաներ։ Այս հարցին լա չեմ ավարտել։ Ընտրել ենք այն հատվածները, որտեղ ըստ մեր գնահատմամբ քրեական վարույթի համար ունեն նշանակություն ապացուցողական տեսանկյունից եւ մեր մեղադրանք հիմնավորելու տեսանկյունից։ Հետեւաբար պարտավոր էինք ոչ թե պատի հրապարակենք, պարտավոր էինք մոնտաժել եւ բայց դա չի նշանակում, որ ամբողջական ձայնագրությունը արկա չէ, ամբողջական ձայնագրությունը արկա է, ամբողջական ձայնագրությունը հիմա դատարանում է եւ հույս ունեմ, որ այդ կհետազոտվի։ Ինչ վերաբերում է այդ գյուլելու հետ կապված դրվագին, նոր այդ հարցին նոր դարձյալ եւս մեկ անգամ նշել Այդ հայտարարությունը սկզբից նշեցին, որ այդ հայտարարությունը իրենք չեն կատարել, հետո նշեցին, որ այդ հայտարարությունը կատարել են, հետո նշեցին, որ չգիտեմ այդ հայտարարությունը ուղղված չէր, չգիտեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուղղված էր, չգիտեմ հիմա գիտեք ինչ, այնց հարցեր եք բարձրացնում, որ թե թիրախները ովքեր են գյուլելու թիրախները կամ երբ պետք է գյուլեին, կամ որ պատի տակին պետք է գյուլեին այդ մարդկանց, դա պետք է իրանք ասեն, թող ասեն Հրապարակային դատաքննությունը այդում թող ասեն ում պետք է գյուլեին։ Ես եղել եմ գյուլելու խոսակցություն, մենք այդ մասը հրապարակել ենք։ Հիմա ում պետք է գյուլեին, թող իրանք որոշեն ում պետք է անձանց նկատմամբ չկար։ Դատարանում կհետազոտվի բոլոր հարցերի պատասխանները կստանա, քանի որ գործով այլևս առնվազն այդ անջատված դրվագով, օրենքով մենք վարույթ իրականացնող մարմինը դատարանը կորոշի, որ պահին ապացույցների ինչ հաջորդականությամբ կհետազոտվի, եթե հարցեր մնան, խնդրեմ արդեն վարույթ իրականացնող մարմին Պողոսյան դուք Բայց դուք ինչի որոշեցիք, որ մենք ունենք լարված հարաբերություն։ Ես հարցնում եմ։ Ոչ։ Նորմալ աշխատանքային է։ Շատ նորմալ։ Հարցը տամ ու վերջերթեք։ Պողոսյան, երբ որ հանրահավաքներին պարտադրելու, մասնակցել պարտադրելու հոդվածով մեղադրանք է առաջադրվում, մեղադրանք է լինում հանրահավաքների Երբ որ հանրահավաքներին պարտադրելու հետ կապված խուզարկություններ եք անցկացնում առաջնորդարաններում, Մկրտիչ Սրբազանի մասնավորապես, օրինակ Միքայել Սրբազանի հետ կապված առաջնորդարանում գնացել էին, այնտեղ նշխարը տրորված բաներ տեսանք, հատվածներ տեսանք, որը բաներ արել հավատացյալների հոգևոր զգացումներն էր ոտնահարել, բայց այդ էլ հələ մի կողմ թողնենք, Մկրտիչ Սրբազանի խուզարկությունից հետո հրապարակվում են կադրեր դոլարների, եվրոների, ինչ որ արտաթե այդ ձուլակտոր եւ այլն, դա հանրահավաքին մասնակցելու հետ ինչ առնչություն ունի, ընդհանրապես ինչի է այդ բանի հետ, մեղադրանքի հետ կապ չունեցող այդ ամեն ինչը նետում դաշտ։ Ձեր ասած նետել դաշտը պայմանավորված է եղել Դուք նշեցիք, որ միայն այդ հոդվածով ավարոտ նախաձեռնել, ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Յուրացումով, այո, վարույթ ենք նախաձեռնել։ Յուրացնում էր դոլարների հետ կապված դրա համար եք։ Յուրացման վարույթ է նախաձեռնվել, որ դոլարը յուրացման հետ ինչ կապ ունի։ Բայց յուրացումը ինչ է։ Բանն են յուրացնում, նշխարն են յուրացնում են գումարը։ Դրա համար Պարոն Պողոսյան Չէ, գումարները յուրացում։ Դուք ինչպես եք վերաբերվում։ Բայց դուք շատ եք հարց տալի ոնց է։ Այսինքն հոգևոր ոլորտից այս երկու հարցի տամ ու վերջ։ Դուք օրինակ ինչպես եք մեկնաբանում, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը Արշակ Սրբազանի մասին մի գրառում է անում, ես ես դա չեմ կարող մեջբերել, բայց քերակնոջ թեմայով այդպիսի մի մեջբերում է անում, հետո դրանից հետո արդեն հայտնվում է դաշտ մարդու անձնական կյանքից գաղտնի նկարահանված մի հատված, այսինքն այդ ովքեր են կազմակերպում, իրավապահ կառույցներն են, այդ ճշգրտությունը ինչպես է, որ վարչապետի մոտ հայտնվում է, հավանաբար այդպիսի մի բան, ապացույց կամ ինֆորմացիա չգիտեմ, հետո դա այսպես
հրապարակ է նետվում։ Դուք եւ ընդհանրապես մարդկանց մեջ այսպիսի բան կա, հատկապես պաշտոնյաների, հատկապես Փաշինյանի ընդդիմադիր մարդկանց շրջանում, որ ամենուր գաղտնալսում են, նկարում են, որպես այսպես կոմպրոմատների ինստիտուտ է։ Նախ Փաշինյանի հայտարարության ու հետո այսպես հրահոս նետված այդ տեսանյութերի մասին ասեք եւ ձեր կարծիքը, ձեր մեկնաբանությունը եւ երկրորդը ինչ է այդ ամեն համատարած նկարելը, բանը գաղտնալսելը, այդ կոմպրոմատները ինչ փուլում են, իսկապես այդպիսի ակտիվ իրավիճակ է, դուք Փաշինյանին ընդդիմացող բոլորին այդպես նկարում են, իրավապահները դուք չէ, այսպես ընդհանուր ասեմ։ Հարգելի լրագրող, ես նախ կրկնեմ, որ չեմ կարող մեկնաբանել վարչապետի հայտարարությունը եւ լիազորված չեմ դրա համար, բայց ես որքան լսել եմ այդ հայտարարության մեջ ըստ էության կոնկրետ անձի անուն, ես չգիտեմ ինչի եք նույնացնում այս տեսագրության հետ, բայց որ արձագանքում էր այդ մարդը։ Ես տեղյակ չեմ, բայց նշեմ ինչ վերաբերում է մեր տիրույթում, թե այս դուք արդեն քննչական կոմիտեն նաև հաղորդագրություն տարածել, որ այդ մասով նաև վարույթ ունենք նախաձեռնված ըստ էության, այդ վարույթով նախաքննություն է կատարվում եւ համապատասխան անձին կհրավիրվեն հարցաքննության։ Բայց թույլ տվեք, կներեք չի խարխլում մարդու բաղնիքում տեսանի։ Դուք ուզում եք ապրեք մի երկրում, որտեղ անձին տեսանկարում են գաղտնի իր լոգարանում։ Բայց բերեք մոտենանք այն կախավարկածից, դուք անդադ սևեռվել եք, որ էդի արվելա իրավապահ մարմինների կողմից, չէ՞, դուք այդ վարկածդ եք շրջանառում, բայց մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որ, չգիտեմ, օրինակ, չգիտեմ, որևիցե միջադեպի մասնակիցները մեկը մյուսն է հրապարակի, դուք ինչի՞ այդ վարկածը, դուք սևեռվել եք, մենք կստուգենք այդ վարկածը։ Ես չգիտեմ, մենք ունենք ընդհանրապես հրապարակված տեսա ձայնագրություն, բայց չգիտենք դա երբ է կատարվել, ով է կատարվել, ինչ հանգամանքներում է կատարվել, ոնց է հայտնվել։ Դա էլ է ձեր խնդիրը, չեք կանխում, չեք գտնում այն մասը, որ նման բան է անում։ Ճիշտ ասած, քննչական կոմիտեն դեպքերով զբաղվում է իրավապահների գործն է, այսինքն եթե նույնիսկ դե ո՞նց կարան կանխեն օրինակ։ Նկարելը։ Չէ, ոչ թե չեք կանխում շարունակական ձայնագրությունները, եթե դուք չեք։ Ներողություն, մեկ այլ հարցի անդրադառնանք, սովորական քաղաքացիների խնդիրներ կարծեք անտեսում։ Դուք այն TikTok-ի դեպքը, որ կար, որ տղայի գլուխը մեքենայի ապակուտակ էր դրել եւ ապակին բարձրացնում էր վերև։ Այդ գործը ինչու տենց մատների արանքով գնաց անցավ պարոն Պողոսյան։ Հայտնի անկարից դեպք էր։ Դե հիմա չեմ կարող այդ հարցին, եթե բանա կարող եք գրավոր կամ չգիտեմ հետաքրքրվել, մենք կպատասխանենք այդ հարցին, չեմ կարող ասել։ Եվ մի անանուն նամակ եմ ստացել քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցներից, որտեղ դժգոհում են աշխատաժամանակի մասին, ասում են, որ առավոտ գնում ենք եւ չգիտենք երբ ենք դուրս գալիս, կարող է գիշերվա 1000-ին զանգեն հետ կանչեն եւ չկա համապատասխան վճարում, արդյոք խնդիրը իսկապես այդպես լուրջ է պարոն Պողոսյան։ Գիմի մեջ գրած է քննչական կոմիտեի նախագահ երբ է գնում աշխատանքի վայրից կամ երբ է գնում։ Գուցե դուք եք գրել։ Կարող է։ Բայց խնդիրը Չէ, դժգոհություն չկա ընդհանուր քննիչները, նշեմ, որ քննիչները, այ ֆայլակը կհաստատի։ Ես ժամը 8-ին գործի տեղն եմ մնում, ամեն առավոտ 8-ից շուտ եւ շատ ուշ եմ վերադառնում, բայց լսեմ, դա չի խնդիրը։ Ես նշեմ, որ քննչական կոմիտեում նորմալ հոգեբանական մտոլորտ է տիրում եւ քննիչը այսօրվա պայմաններում պարտադիր բոլորը գնում են պարտադիր ոչ թե գնում են պարտադիր սպառում են գնաց արձակուրդ, բայց գալիս են գործենալ։ Դա չի կարող նման կերպ լինել, որովհետև եթե անձը գտնվի արձակուրդում, բայց քննչական գործողություն կատարի, դա հետագայում կվիճարկվի։ Պարոն Պողոսյան, տեսեք, բերեք իրականում ավարտենք էլի արդեն։ Ինքը իր ձևով կանգնելու է, պաշտպանելու է եկեղեցին։ Այդ հարցին պատասխանեցի։ Բայց դրա համար մարդուն կառավարել Հայաստանի ժողովրդավարության բաստիոնում որքանով է տեղավորվում։ Այդ հարցին պատասխանեցի։ Չէ, այդ կոնտեքստով չէ։ Չէ, այդ կոնտեքստով էլ պատասխանել եմ։ Ժողովրդավար է Հայաստանը։ Ինչու են ձեզ ուղեկցում մինչև ձեր մուտք շենքի։ Դուք ինչ որ վտանգ կա, ինչ որ բանից եք, այդ հավամասից եք ապենում, ինչն է պատճառը, որ դուք այսպիսի հսկողությամբ հասնում եք ձեր։ Դուք տեսել եք։ Այլ տեսել եմ, շենքի մուտքի մոտ տեսել եմ, անձամբ տեսել եմ։ Տեսել եմ շատ։ Սա անձնական է կարծում եմ։ Այս հարցին է պատասխանեմ եւ ձեր թույլտվությամբ վերջացնենք, դա ես չեմ որոշում, դա թե ձևաչափը,
ուղեկցման եղանակը, անձանց քանակը եւ այլն որոշում է պետական պահպանության ծառայությունը։ Պարտադիր պաշտոնյաների ցանկում կաք, որ պետք է ունենան պետական պապ, թե վարչապետի հատուկ որոշմամբ։ Այո, շնորհակալություն։ Որը այո, գներեք մի րոպե, որը այո, վարչապետի որոշմամբ թե կաք։ Ես նաև ընդգրկված եմ այդ պաշտոնատար անձանց ցանկում, նաև չէ, ընդգրկված եմ եւ նաև, բայց նաև իհարկե որոշման պահում վարչապետի։ Այսքան եթե ուրիշ հարց ունեք, Եթե վարչապետը նման բան է որոշում, ուրեմն տվյալ պաշտոնյային ինչ որ վտանգ է սպառնում։ Մինչև իմ այս պաշտոնը զբաղեցնելը նախորդ քննչական Նախորդին էլ ենք հարցրել, նախորդին էլ ենք հարցրել։ Մենակ հարց ենք տալիս, պատասխան չի հնչում։ դա կապ չունի, չէ՞, ձեր ասած մատնանշված դեպքերը։ Կապ ունի։ Շնորհակալ եմ հարգել լրագրողներ։